Բարի լույս սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 21-ն է, Կիրակի օր, եւ դուք կզարմանաք, թե ես ինչու եմ ժպտում, եւ ուզում եմ մի բան միասին բացահայտենք, որ չկան որևէ տեղ ուղիղ եթերներ, հմեկը չի հեռարձակում որևէ պատարակ, չկան ԿՊԱ-ական խմբեր հավատացյալների, այդ շակերտավոր խմբեր որևէ եկեղեցում, Փաշինյանը չի գնում որևէ եկեղեցի, չեն փորձում զեղչել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, եւ չկա այդ խժդժությունը, այդ գզվրտոցը, այդ բաժանումը, այդ պառակտումը, չկա ոչ մի բան։ Ինչու՞, մեկ պատճառ ունի։ Փաշինյանը այսօր չի գնացել եկեղեցի։ Ուղղակի չի գնացել։ Ինչու՞, որովհետեւ Սանկտ Պետերբուրգ է գնալու։ Լավ։ Բայց ինչ եմ ուզում ասել, ժողովուրդ, մյուս Կիրակի եթե ստեղ լինի, էլի կլինի այդ ամեն ինչը։ Կարող շաբաթվա մեջ էլ ինչ-որ բան կազմակերպեն, ոնց օրինակ այս շաբաթ էին կազմակերպել։ Բայց նայեք, բավարար է, որ ինքը որևէ բան չնախաձեռնի պառակտության եւ խաղաղ հանգիստ Կիրակի օր է։ Բոլոր եկեղեցիներում պատարակներ են, բոլոր եկեղեցիներում պատարակները կանոնական են, ոչ մի բան չի կատարվում։ Հանգիստ է ամեն ինչ։ Ժողովրդին թողել են հանգիստ ապրի։ Ինչի համար, որտեվ Նիկոլ Փաշինյանը այսօր զբաղված է, գնալու է Սանկտ Պետերբուրգ, չէր կարող գնալ, չի գնացել։ Դուք պատկաստ չկասես բան։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում մեր բոլորի հետ։ Մենք ինչ հիբրիդային պատերազմի մեջ ենք իրանց ասած, այդ հիբրիդային պատերազմը մեր թշնամին մղում է մեր ժողովրդի դեմ մեր իշխանության միջոցով։ Եվ մեր իշխանությունն այլևս հայկական իշխանություն չի, ինքը ազգային իշխանություն չի։ Հիմա ասենք շաբաթվա իրադարձությունից, ավակի արձանագրում հենց սկզբից, որ մատ արձանագրեք էլ որ ոնց խաղաղ բան չի կատարում։ Ինչու՞։ Որտեղ որ Նիկոլը ոչ մի բան չի արել։ Խաղաղ է, բան չի արել։ Բոլոր եկեղեցիներում կանոնավոր պատարակ են անում, վեհապարանը տալիս են, 10 տիրադավները չկան, սա նորմալ է։ ՀԿՊ-ի հավատալու խմբերն ուր են, չկան ոչ միտեղ չեն գնացել, չէ։ Կիրակի օրը բամ են Կիրակից 6 ամիսա գնում են, պառակտում են մցնում, ուր են, չկան։ Հիմա նայենք ինչ է կատարվել, ոչ միացնում։ Թալինի ԿՊԱ-ական քաղաքապետը 3 աշխատանքային ժամին Արագածոտնից Էջմիածին էր հասել մարտական տրամադրությամբ։ Մայրաթորի դեմ Փաշինյանին միացած եպիսկոպոսների ակցիային էր մասնակցում։ Բարձրացել էր մայր տաճարի սյուներին ու չէր իջնում։ Ոստիկանները, որ օպերատորներին թույլ չէին տալիս այստեղից նկարահանում անել, Փաշինյանի բորբոքված թիմակցին հանդարտեցնելու, իջեցնելու քայլ չէին անում։ Համազգեստավորները մարդկանց վիրավորող ԿՊԱ-ականի նկատեցին, երբ կրքերը թեժացան։ Ամեն ինչ տրամաբանության մեջ է Նիկոլ Փաշինյան։ Հիմա սիրելի հայրենակիցներ, այս ինչի մասին է խոսքը գնում։ Ուրեմն ոստիկանությունը այնտեղ է, հարյուրավոր ոստիկաններ է տարել։ 10 տիրադավ arczepiskopos-ները գալիս են քաղաքացիական հագուստով մարդկանցով, ովքեր թույլ չեն տալ անգամ լրագրողները մոտենան, բրբրթում հրում շատ կոպիտ են վարվում մարդկանց հետ, իբր գալիս են հայտարարություն անում գնան, իրանք են հավաքը հրավիր է, ֆիքսեք, իրանք հավաք են հրավիր է։ Եվ այս պառակտությունը, այս խժդժությունները, այս բախումները կարելի արդեն ասել, որտեղ բախումներ էր, ինչու որովհետև հոգևորական սրտի կաթված ստացավ, որը պնդում է, որ Էջմիածնի դռները ոտքերով հարվածում էին, հայոյանքներ էին տալիս եւ հրմշտում էին, եւ նա այդ ամեն ինչը տեսնելով ինֆարկտ է ստանում մարդը։ Հիմա հիվանդանոցում պարկած է Տեր Վրթանեսը։ Մի մոտ հարց առաջանում։ Ոստիկանության պետ Արամ Ղազարյանն եմ ուզում ես հարցը տամ։ Պարոն Ղազարյան, դուք ինչի եք գնացել այնտեղ, եթե մարդիկ կարող էին բարձրանալ սյուների վրա, ոտքերով հարվածել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տաճարի դռներին, որը սրբություն է մեզ, մարդիկ համբուրում են այդ դռները, եւ դուք այնտեղ էիք, դուք ուր էիք գնացել, գնացել էիք, որ ինչ անեք, ինչ կարգ էիք դուք այնտեղ պաշտպանում, պաշտպանում էիք տիրադավներին, որ տիրադավների վրա չգնային ժողովուրդը, հա, որ թույլ տային տիրադավները ներխուժեին եկեղեցի, որ այդպես է չստացվեց։ Ինչ էիք դուք անում, եթե մինչև այսօր արդեն կա վկայություններ այդ ոտքերով հարվածելու հրմշտոցի ինֆարկտ ստացած մարդկա, այսինքն մարդու առողջությանը ծանր վնաս հասցվել։ Ու չկա հարուցված քրեական գործ, չկա բերման ենթարկված մի մարդ, չկա ոչ մի բան չկա, այսինքն ինչի, որտեղ այդ անողները ԿՊ-ից էին։ Այդ ինչ կապիշոնով մարդիկ էին, ովքեր իրենց դեմքերը չէին ուզում ցույց տային։ Այդ ինչ կապիշոնով մարդեր, որ ձեռքով հայոյանքներ էր տալիս մարդկանց։ Ասում էր դե թող չնկարին, չանեմ, լավ եմ անում, բացած բաներ։ Բայց ոստիկանության պետը խիեր գնացել։ Գնացել էր ինչ անի։ Հիմա Պարզվում է, ես դες ամասին խոսել եմ, ասավերի մասն խոսամ, Ազատություն ռադիոկայանը իդենտիֆիկացրել է այս մարդկանց, ովքեր ուղեկցում էին, եւ պարզվում է, որ այս մարդիկ ԱԱԾ-ից են։ Այսինքն ԱԱԾ-ն
մեր հարկերի հաշվին, եկեղեցին պարակտելու գործին լծված մարդկանց անվտանգությունը ապահովել եւ չեն եկել այնտեղ ինչ որ հավատավոր մարդիկ ովքեր դեմ են կաթողիկոսին, այլ ԿՊ-ի կազմակերպված խմբեր, երկու քաղաքապետ ա նկատվել, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարը, աշխատանքի ժամին Թալին խոշորացված համայնքի ղեկավարը, որը հայանքները տալիս ունի սյան վրա բարձրացած, հա, եւ որևէ հետևանք գոյություն չունի։ Ինքը սա Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված բան էր, պարակտություն, խժդժություն, սադրանք, որի մասին հենց մինչև սկսվելը ասեցի, զուշացրեցի, որ բոլորը զգույշ լինեն։ Հիմա, որովհետև ես հանրապետությունում չէի, մինչև ես եկել եմ, այս ամեն ինչը նայում էի արդեն տեսանյութով, բայց ես ասեմ, տեսանյութով ավելի հեշտ է։ Այս ամեն ինչը մի հատ անալիզ անել, sense դասավորել, հասկանալ տեղում ինչա կատարվել։ Քան տեղում եղած նման իրավիճակն է, որովհետև տեղում է այն կարգի հրմշտոցա, որ չես հասկանում ինչա կատարվում։ Հիմա այս մեկը նայեք։ Երեք ընդամենը մի քանի րոպեով մայրաթոր եկած ու կաթողիկոսի հեռացման պահանջով նամակ փոխանցած բարձրաստիճան հոգևորականներին ոչ թե հավատացյալներն էին ուղեկցում, այլ քաղաքացիական հագուստով տղամարդիկ, որոնք թույլ չէին տալիս, որ անգամ լրագրողների խոսափողը մոտենա հոգևորականներին։ Տասնյակ տղամարդիկ ոչ ներկայանում էին եւ ոչ էլ պարզաբանում, թե ինչ հիմքով Ուրեմն այստեղ սիրելի հայրենակիցներ լրիվ կա որ ոստիկաններին եւ ԱԱԾ աշխատողներին քաղաքացիական հագուստով իդենտիֆիկացրել է Ազատություն ռադիոկայանը, պարզել որ նրանք ոստիկաններ եւ ԱԱԾ աշխատողներ են, մեր հարկերի հաշվին գնացել, պաշտպանում են նրանց, անվտանգությունն ապահովում նրանց, ովքեր քացով խփում են մայրաթորի դռներին, մեր սրբության տաճարին։ Թուրքերը, մոնղոլ թաթարները, բոլշևիկները նման բան չեն արել մեր սրբության հետ։ Հայերը գնացել անում են այս իշխանության անվտանգության ապահովմամբ եւ ձեռքով։ Փաշազադեն, Ալիևը բանը դեից նայում ուրախանում են, որ այս ամեն ինչը մեր երկրում տեղի ունենում։ Եվ վերջի թեմային, որ ուզում եմ անդրադառնամ։ Այս 5-շաբթի օրը կառավարության նիստում ինչ էր ասում Փաշինյանը, լսեք։ Փակեք այդ խանութը։ Նա խանութ է Ձևը գտեք, փակեք այդ խանութը։ Այսօրվա կառավարության նիստին վարչապետը պետական եկամուտների կոմիտեի նախագահին հրահանգեց փակել Երևանի կենտրոնի մի խանութ, որտեղից դժգոհ են դուրս եկել իր աշխատողները։ Հենց որ վարչապետը աշխատակազմից գնացել են բան առնելու, ասել են դե եթե կանխիկով կտակ փողը ուրիշ կին, եթե քարտով կվճարեք ուրիշ կին։ Զայրացած Փաշինյանն անձամբ է զբաղվելու այս հարցով։ Գնալ գալու է, ստուգելու է, որ հանկարծ օրինախախտ խանութը չաշխատի։ Ստուգելու եմ։ Չգիտեմ, ասածս ինչքան է, փակեք այդ խանութը։ Այդ խանութում առևտուր պետքա չլինի։ Իմ վրա են վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ։ Եվ միայն վարչապետական թույլտվությունից հետո կարող է բացվել Փաշինյանին հունից հանած խանութը։ Միջև Այսինքն ինքը ասում է անձամբ ես կթողամ, նոր կբացեք։ Իմ տվյալներով խանութը պլոմբված է արդեն։ Պլոմբել են խանութը։ Հիմա ինչի մասն է խոսակցությունը։ Սերի հայրենակիցներ, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները, ինստիտուտները, ժողովրդավարական ինստիտուտները, այս ամեն ինչ եղել են մեր ամբողջ արշավների ընդդիմադի ժամանակ եղած առաջնային գլխավոր նպատակները։ Մենք Փաշինյանը եկե հասել է վարչապետի աթոռին ու ինքը ինստիտուտներ չի հարգում, օրենք չի հարգում, ասում է իմ անձնական պատասխանությամբ ձևը գտեք փակեք այդ խանութը։ Հիմա ես բան եմ ասում։ Կարող է ինքը նաև ասել, ձևը գտեք փակեք Սամվել Կարապետյանին, ձևը գտեք փակեք Միքայել Սրբազյանին, ձևը գտեք փակեք Բագրատ Սրբազյանին, ձևը գտեք փակեք Մկրտիչ Սրբազանին։ Ու տես ձևը գտեք, փակեք։ Իմ անձնական միջև ես չասեմ, բաց չթողակ։ Այս տեսարանը որ տեսնում ես ասում եմ, այդպես են այս մարդիկ կալանավորվել։ Քրեական գործերը երկրում այդպես են հարուցվում, որ պաշտոնյա առանձին sense բանով նիդաումենիայով sense նայում են դեմքին են, որ բայց օրենքով իրավունք չունեն, խաղթ խախտում արի ակտ գրեիք։ Ակտ գրեիք, խախտում արի ակտ գրեիք։ Ինչ է նշանակում պլոմբեք խանութը։ Մինչև ես չասեմ չբացեք։ Կադաֆին ես դու ով ես։ Դու ո՞նց կարասնես բան հրահանգներ տաս։ Սա ապօրինությունը, սա հանցագործությունն են Ժորժ ջան, սրանք օրը ցերեկով հանցագործություններ են։ Այստեղ այլևս ժողովրդավարական իշխանություն, բան, sense բաներ խոսալ ուղղակի անիմաստ է։ Թե բա ձևը գտեք փակեք, այսինքն ձև չի եղել փակելու, կարային ակտ գրեին։ Ինքն ասում է, չէ, ախպեր, ուրիշ մի հատ է ձև գտեք, փակեք։ Մեր ասել է ձևը գտեք կաթողիկոսին հանեք, ձևը չենք 6-7 ամիսա չեն կարող ձևը գտնել, չեն կարող հանեն։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ ասել, որ սա հանցագործություն է։ Մեր երկրում հանցագործություններ են տեղի ունենում, բայց այսօր Կիրակի է։ Եվ քանի որ Փաշինյանը Հայաստանում չէ,
մեր ժողովուրդը հանգստանում է, հանգիստ է, արևնավայելում, Երևանում հիմա արևոտ եղանակ է, երևի մարզերում էլ վատ եղանակ չի։ Եկեղեցիներում կրկնում եմ կանոնավոր պատարակներ են։ Այսինքն մեզ ինչա պետք, մեզ պետքա մի մարդու փոխել, ու այս երկիրը կխաղաղվի, կհանդարտվի։ Մի մարդու փոխել, հանել իրան, այս երկիրը կխախանդվի, կհանդարտվի, ոչ մի հարամություն ստե չի լինի։ Ադրբեջանի բենզինը չեն բերի ձեզ ասեն, առեք ժողովուրդ ջան, ձեր թշնամու բանակը ֆինանսավորեք, ձեր թշնամու առաջ նվաստացեք, հա, ձեզ չեն ոչնչացնի ամենօրյա ռեժիմով եւ մեր երկիրը կծաղկի, կհզորանա։ Մի մարդու փոխելու արդյունքում։ Այսքանն է այսօր ուզում ասել, խնդրում եմ տարածեք, բազմապատկեք այս տեսանյութի էֆեկտը եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Լավ մնացեք։